Եվ այսպես, ինչու Իրանը չի հարվածում Թուրքիային, հարգելի հեռուստադիտողներ, երևի ամենակարևորագույն հարցերից մեկն է, որը իրանական պատերազմի մեկնարկից հետո եւ այն բանից հետո, երբ որ Իրանը սկսեց ռմբակոծել տարածաշրջանի տարբեր պետությունները, հարևան պետությունները, մարդկանց մոտ տրամաբանական հարց է առաջանում. լավ, նույն Թուրքիայի տարածքում կա ամերիկյան ռազմաբազա, իսկ Իրանը թիրախավորում է տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս գտնվող ամերիկյան կամ բրիտանական ռազմաբազաները, ինչու այս պարագայում չեն հարվածում Թուրքիայի տարածքին, ավելին գիտեք ինչն էր հետաքրքիր, որ հերթական անգամ մենք ականատեսը եղանք նրան, որ մեդիա անվտանգության տեսանկյունից հայաստանյան լրատվական դաշտը ինքը իսկապես խոցելի է, որովհետեւ բառացիորեն 3 առաջի օրը տեղեկություն տարածվեց այն մասին, թե իբր թե իրանական կողմը հարվածել է Ինջիրլիկ բազային, որը գտնվում է Թուրքիայում, եւ խոշորագույն հայաստանյան լրատվամիջոցները այս ամեն ինչը տարածեցին, բայց այս երևույթը կապ չուներ իրականության հետ։ Հիմա գանք մեզ հուզող հարցին, իսկ այդ հարցը իրականում, եթե վերլուծությունը մի կողմ թողնենք, ունի շատ կարճ պատասխան, մեկ բառից պատասխան ունի՝ քրդեր։ Որքան էլ պարադոքսալ կարող է թվալ շատերի համար, բայց քրդերը միավորել են Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Թուրքիան։ Միավորել են շատ պարզ հանգամանքից ելնելով, եւ Թուրքիայի համար է խնդիր իրանական գործոնը եւ քրդական գործոնը եւ Իրանի համար է խնդիր քրդական գործոնը, ինչու ենք մենք ուշադրություն դարձնում հենց քրդական գործոնի վրա, դա մեզ ստիպում են անել ամերիկյան լրատվամիջոցները, ամերիկյան լրատվամիջոցներում տեղ գտած արտահոսքերը, տեսեք, CNN-ը, Reuters-ը, Axios-ը վերջին մի քանի օրերի ընթացքում հետեւյալ տեղեկությունն են տարածում, որ ամերիկյան վարչակազմը բավականին ակտիվ բանակցությունների մեջ է քրդական տարբեր զինյալների հետ, զինյալների խմբերի հետ, առաջին հերթին Իրաքում եղած ինքնավարության ներկայացուցիչների հետ, նրանց ղեկավարների հետ եւ փորձում են ներքաշել քրդերին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցամաքային օպերացիայի մեջ։ Հիշում եք, հարգելի հեռուստադիտողներ, շաբաթներ առաջ քննարկելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, մենք նշում էինք, որ 12-օրյա պատերազմը հերթական անգամ ապացուցեց, որ առանց ցամաքային օպերացիայի ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը չեն կարող հասնել հաջողության եւ ամերիկյան լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները ապացուցում են մեր գնահատականների ճիշտ լինելը։ Ամերիկացիները իսկապես մտածում են ցամաքային օպերացիա իրականացնելու մասին, բայց ցամաքային օպերացիա քրդերի ձեռքերով։ Այս իրավիճակում կա եւս մի չափազանց կարևոր նրբերանգ։ Հարգելի հեռուստադիտողներ, մի քանի շաբաթ առաջ մենք ձեզ հետ միասին նաև խոսում էինք այն մասին, որ Սիրիայում իշխանության եկած Ջուլանի խմբավորումները փաստացիորեն ցեղասպանություն են իրականացնում ընդդեմ քրդերի, եւ մենք այստեղ եւս մի կարևոր նրբերանգ պետք է նշենք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում Տոմ Բարականը փաստացիորեն այս ամեն ինչին միջնորդել է, ցեղասպանական գործունեության միջնորդներ Ջուլանին ցեղասպանում էր քրդերին, բայց հիմա իրավիճակը հետեւյալն է, ինչը երևի Թուրքիայի համար ամենավատ գիշերային երազում էր բարդ պատկերացնել, քրդերը եւ Ջուլանին կարող են ծառայել նույն նպատակին, ավելին ինչ որ մի պահի իրենք կարող են ռազմադաշտում հայտնվել նույն թիրախի դեմ, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ինչու ենք մենք սա ասում, որովհետև արդեն իսկ կան տեղեկություններ այն մասին, որ սիրիական որոշ զինվորական խմբավորումներ մոտենում են Իրանի հետ սահմանին։ Դուք պատկերացնում եք Թուրքիայում տիրող իրավիճակը, անհանգստությունը այս ամեն ինչի վերաբերյալ, հետևաբար շատ տրամաբանական մենք գալիս ենք մեր հարցի պատասխանին, ինչու Իրանը չի հարվածում, որովհետև Իրանը եւ Թուրքիան իրենք ունեն նույն խնդիրը քրդերը եւ երկու կողմն դա հասկանում են եւ այն հանգամանքը, որ այսօր թուրքական կողմը իրանական կողմից ավելի ակտիվ էր արդարացնում իրանական հրթիռի հայտնվելը թուրքական երկնքում, այս ամեն ինչի վառ ապացույցն է։ Նաեւ պետք է հասկանանք, որ պարագայում քրդական գործոնը կարող է աշխատել։ Կարող է աշխատել հետեւյալ պարագայում, եթե այս բլիցկրիգը ի վերջո տապալվի, եթե մոտակա 10-15 օրվա ընթացքում ամերիկյան կողմը, իսրայելական կողմը իրենց հարվածների արդյունքում չկարողանան ոչ միայն պետական կառավարման համակարգը տապալել կամ հասնել իշխանափոխության, այլ հասնել նրան, որ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունը չկարողանա թարմացնել իր ռազմական պաշարները, այսինքն իրենք չկարողանան հրթիռներ արտադրել, չկարողանան ռմբակոծել Իսրայելը, ամերիկյան ռազմաբազաները,
այդ պարագայում արդեն անհրաժեշտություն է առաջանալու ցամաքային օպերացիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ փորձելու են անել այն, ինչը Ուկրաինան երկար ժամանակ փորձում էր անել Ռուսաստանի դեմ, բայց չստացվեց, Եվրամիությունն էր փորձում անել, չստացվեց, ԱՄՆ-ն էլ էր փորձում, իրենց մոտ դա եւս չստացվեց, Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատը բացել։ Իսկ եթե քրդերից հետո էլ այս ամեն ինչին կրկին ասենք Ջուլանին էլ միանա իր ահաբեկիչների խմբերով Սիրիայից, դա կարող է հանգեցնել նրան, որ միանգամից 3 ճակատ է լինելու ընդդեմ Իրանի։ Իսկ ինչը վերաբերվում է Իրանին, ակնհայտ է, որ այս տեսակ հսկայական մեքենայի դեմ դու չես կարող հավասարի հետ մրցել, թեպետ նույն թուրքական մամուլը, եթե ես չեմ սխալվում, Անադոլուն այսօր հետաքրքիր վերլուծություն էր ներկայացրել, տեղեկություն այն մասին, որ պատերազմի սկսելուց ի վեր իրանական կողմը մոտ 20 միլիարդ դոլարի վնաս է հասցրել ամերիկյան ենթակառուցվածքներին, ամերիկյան պաշարներին տարածաշրջանում, բայց 20 միլիարդ դոլարը մենք հասկանում ենք Հայաստանի կամ Իրանի պես պետությունների համար կարևոր գումար է, մեծ գումար է, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այդքան էլ մեծ գումար չէ, այդ իսկ պատճառով Իրանը ընտրել է հետևյալ մոտեցումը, իրենք ոչ միայն դժոխքի են վերածում տարածաշրջանի այլ երկրները, այլ նաև խփում են շահագրգիռ կողմերի կարևորագույն կետին, խփում են իրենց, այսպես կոչենք, դրամապանակներին, իրենք խփում են տնտեսական ակտիվությանը, ինչը վերջն արդյունքում կարող է հանգեցնել նրան, որ բոլոր կողմերն էլ այս պատերազմական գործողություններից դուրս կգան պարտված։ Իսկ ինչը վերաբերվում է քրդական գործոնի օգտագործմանը, նույն ամերիկյան կողմի վերլուծությունների համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հաջողության հասնելու հավանականություն ունեցող ցամաքային օպերացիա իրականացնելու համար անհրաժեշտ է 800,000-ից մինչև 1 միլիոն զինծառայող։ Քրդական գործոնը չի կարող այդ հսկայական ծավալը ապահովել զինվորական ուժերի, միևնույն ժամանակ պետք է նշենք հետևյալը, այն հանգամանքը, որ Իրանը մի քանի օրերի ընթացքում չընկավ, հանգեցրել է նաև նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում Դոնալդ Տրամփի հակառակորդները կարող են ասել հետևյալը. եթե Տրամփը ասում էր, որ ուկրաինական պատերազմը դա Ջո Բայդենի պատերազմն է, ապա իրանական պատերազմը դա Դոնալդ Տրամփի պատերազմն է, եւ եթե ուկրաինական պատերազմում ամերիկացիներ չեն զոհվել, ապա իրանական պատերազմում արդեն զոհեր կան եւ ակնհայտ է, որ զոհեր դեռ լինելու են։ Մտածեք այդ մասին։